Ական 75 Ճակատագրական Ճակատագրի մասին բազմաթիվ կարծիքներ կան, որքան հայ, այնքան կարծիք։ Իմ կարծիքով ճակատագիր կոչվածը դեպքերի հաջորդականությունն է։ Մի տեսակ շատ խելացի ստացվեց, երևի միտեղ կարդացել էի։ Մենք հայերով նման թեմաների մեջ խորանալու համար միշտ էլ ժամանակ գտնում ենք։ Բա մի հատ չխորանանք, հասկանանք այդ ճակատագիրը որն է։ Ախպեր ոնց որ ճակատից գրած ելնեն, ես էլ որերորդ անգամ նույն սխալը անում եմ, ասա քեզ պետք էր։ Շատ անգամ ճակատագրի մասին նեղն ընկնելիս ենք հիշում։ Մտքներովս չի անցնում, որ երբեմն մենք մեր ձեռքով ենք գրում մեր ճակատագրական տողերը։ Հա, տենց էլ պետք է լներ, քո ճակատագիրը էդ է։ Հələ ուշադիր նայի ճակատիս, գրածա դուրակ։ Ճակատագրի ամեն նոր պարբերության սկիզբ մենք ինքներս ենք գրում։ Սա իմ անձնական կարծիքն է, որի հետ հաստատ համաձայնվողներ կլինեն։ Ամեն մարդու ճակատի գիրը իր իսկ ձեռքով է գրված։ Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ մարդը կարող է ճակատագրով կվադրոբեր ծնվել։ Սա տարօրինակ, բայց որոշում է։ Չիմացող մարդկանց համար ասեմ, կվադրոբերն այն կենդանին է, որին ժամանակին մարդու տեղ են դրել, իսկ եթե մարդը իրեն շուն է զգում, հետևաբար իրեն շան տղա զգալուց հաստատ վատ չի զգա։ Արտասահմաններից ինչ ասես կլսենք, բայց նման փորձեր կիրառելը մեզ հայերիս սազական չէ։ Մի արեք էլի, ծելեպուզիկներ ջան, ձեր ցավը տանեմ, ծելեպուզիկի չափ պատիվ ունեցեք, տուն պահելու եւ երեխաներին ուրախացնելու համար գոնե անիմատոր աշխատեք։ Կվադրոբեր Ախր դրած չես էլ կարա բշտես, մինչև ՄԱԿ-ի ասամբլեա լյալյաֆա կանեն։ Արեսի կարողա կծի մծի։ Իրեն որևէ կենդանու տեղ դնելը մարդկության մեջ միշտ էլ եղել է։ Ուղղակի նախկինում հանդերձանք չկար, իրավաբանորեն պաշտպանված չէին եւ ընդհանրապես աշխարհը աբսուրդի հասնող երևակայական ցայտնոտի մեջ չէր ընկել։ Կենդանին դեռ ինչ-որ տեղ հասկանալի է։ Վերջերս եվրոպական մի քաղաքում փոլիսը երթևեկության կանոնները խախտած վարորդին ավտոբուսի ճանապարհով թեթև մարդատար վարելու համար տուգանել ու դատաստանի մեջ էր ընկել։ Ի վերջո հայցվորը հաղթել էր, քանի որ նա մեքենան վարելու պահին իրեն ավտոբուս էր զգացել։ Միտեղ մեկն իրեն ավտոբուս է զգում, միտեղ մեկն իրեն ավտոբուսի դիմապակուն ծեփված միջատ կզգա, բայց թող մարդ զգալու ձգտումը չկորցնեն կամ էլ մեզնից հեռու մնան, իսկ մենք մեզ հայ մարդ զգալուց բացի ոչ ռեսուրս, ոչ էլ իրավունք ունենք։ Այլ պատկերացումներով մեր ով լինելը չկորցնենք։ Հայի բախտ ասելիս նժարի դրական կողմը ծանրացնենք, ճակատագրի մասին խոսելուց առաջ մի լավ ծանրութեթև անենք եւ Աստծուն հաճո ապրենք։ 90-ականներին, հատկապես սկզբի տարիներին, ամբողջ ազգը նույն կայուն ծանր ճակատագրով ապրեց, բայց այդ ճակատագրի տողատակերում կուտակված հույսը մարդկանց շուրթերից հումորի տեսքով էր լսվում։ Ախպեր ես հայ է գնում է իմաստունի մոտ, ասում է ուզում ես ասեմ դևին ոնց գցես։ Իմաստունը ասում է արա դուք հայերով ինչ եք ուզում այդ խեղճ դևից, ձեր ձեռը կոտորվավ այդ տղեն, էս ինչքան կրուտիտի ձև գիտեք։ Էս որտեղ ա ուզում ինձ գցի։ Այս հարցի մեջ խորանալը փորձանքի միջից օգուտով դուրս գալու ձևերից մեկն է։ Իսկ թե որտեղ են ուզում ողջ ազգին գցեն, այս ընդհանուր հարցի շուրջ չենք խորանում։ Երբ մեր արժեքները, հավատքը, պատմությունը, ավանդույթները ու անցյալը խեղաթյուրելու փորձեր են անում, ովքեր ու որտեղ են մեզ ուզում գցեն, չենք խորանում։ Երբ պետք էր ազգովի այո ասեցինք ու անկախացանք։ Հիմա ժամանակն է ասելու ոչ, որպեսզի պահենք այդ անկախությունը։ Խոսքը ոչ միայն պետության, այլև մտածելակերպի անկախության մասին է։ Տաք եւ սառը հոսանքները գալիս գնում են, բայց նոսրացած շարքերով դրանց դիմադրելը դժվար կլինի։ Համալրվել է պետք, հայրենադարձվել է պետք։ Հայրենասեր ոչ միայն մեռնելով, այլ նաև այդ հայրենիքի համար եւ հայրենիքում ապրելով են դառնում։ Հերվից հայրենասեր լինելը շատ դժվար բան է։ Կտոր են լինում, մտածում, տանջվում, ափսոսում, զայրանում ու մեղադրում են։ Բայց հարց է առաջանում, ինչու չվերադառնալ ու այդ ապրումները փոխարինել լիարժեքության զգացումով։ Թեպետ գիտեմ այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ օդում կախված եմ թողնում։
Ամեն ոք մտովի թող պատասխանի այդ կարևոր հարցին, թե ինչպես եւ ինչու վեր կացավ ու գնաց։ Այո, մեծ եմ խոսում, որովհետև ձայնս տաք տեղից է գալիս, հայրենիքից։ Այս ականում ճակատագրից փախչել չենք կարող։ Ոչ ոք չի կարող ստույգ ասել նման հասկացություն ի վերջո գոյություն ունի թե ոչ, բայց մեր Էդոյի ճակատագիրը գրված Ռաֆոյի ձեռքով ավելի քան տեսանելի էր, որովհետև այն գրված էր մուգ կարմիր մարկերով։ Հերթական գիշերային խնջույքից հետո լուսաբացին Ռաֆոն բացեց կարմիր մարկերի կափարիչը ու բասկաթոռին փռված, հարբած քնած Էդուլի ճակատին գրեց. Ես լոխ եմ։ Չդիմացանք, ծիծաղեցինք։ Էդը աչքերը բացեց ու վախարա, ես ինչ վատ եմ, մի հատ ծխելու տվեք։ Դուրս եկավ բալկոն, մի քանի մետր հեռավորությամբ գտնվող հարևան բալկոնում Այդա տյոթյային բարևեց ու կարմիր ճակատագրով նրան լվացք հավաքելու գործից շեղեց։ Լուսահոգի Այդատյան շատ հասկացող կին էր, միանգամից խաղի մեջ մտավ։ Էդուլ ջան, ես քո մասին ուրիշ կարծիք ունեի։ Բնականաբար Էդը գլխի չընկավ ու մտածեց Այդատյան բալկոնում գիշերվա միլիոնին իր Դոլյա Վարավսկայա երգելը նկատի ունի։ Այդատյա, էլի բարձր եմ երգել, կներես էլի որ խանգարել եմ։ Չէ, Էդուլ ջան, չես խանգարել, ուղղակի ամեն մարդ իր ճակատագիր ունի, դու էլ քոնը։ Մի հատ հայելու մեջ նայի ու սրանից հետո գիշերվա 1000-ին ճակատագրիդ համապատասխան երգեր երգի։ Մարդը բացարձակ արժեք է, իսկ յուրաքանչյուր մարդ կյանքի նկատմամբ իր ընկալումներն ունի։ Մեկը սպասում է, թե ճակատագիրն իրեն ինչ կհրամցնի, մյուսը թախտին տիտիկ անելու փոխարեն բախտին մտիկ անելու է գնում, եւ այսպես շարունակ։ Տարբեր ընկալումներով մարդիկ քաղաքակրթություններ են կառուցում, հետո նորից քանդում, կրկին կառուցում ու այդ ամենը մեր քթի տակ, այն էլ մի քանի հազար տարի շարունակ։ Հարց է առաջանում. լավ, ինչու չենք հզորանում։